Վարչապետի ատամները փոխելու հետ կապված ձեր համեմատությունն էլ մամուլում բուռն այդպես քննարկվեց, քննադատվեց, փաստորեն ձեր համար ինդիկատոր է, որ եթե մարդը ատամները չի փոխելու պաշտոնյա է, ուրեմն չի թալանում։ Վարդան Ղուկասյանի ատամներն էլ կարծեմ փոխված չի եւ ձեր հետ մրցակցող շատերի ատամները։ Ես այդպես եմ մտածել, որպես ազնիվ մարդ, որ եթե մարդը իր ասեփական ատամները չի փոխում, այսինքն ոչ թե այստեղ հնարավորություն չի ունեցել փոխելու։ Մտածել ենք, որ այդ գումարը կարելի է ավելի լավ տեղ ծախսել, ճիշտ է։ Մենք բարոյական սկզբունքներով ենք առաջնորդվել։ Այստեղ մեր կողմից վատ բան չէ, ընդհակառակը մենք լավ ենք մտածել, բայց դուրս եկա, որ երևի թե մենք սխալվել ենք այդ հարցում։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Թումանյան, որ դուք ներել եք Արցախի կորստի պարտության համար Փաշինյանին, բայց չեք ներում, որ $2 միլիոն չի տալիս Գյումրիին թալանը հետ բերածից, այդ հատիկ, քյաբաբ հետ բերածից։ Տեսեք, ես չեմ ուզում մեկնաբանել ոչ Փաշինյանի, ոչ որևիցե մեկի արտահայտությունը, բայց մի բան կասեմ, ուրեմն պատերազմի ժամանակ առհասարակ սկսած 90-ականներից ես կորցրել եմ լավագույն ընկերներ, լավագույն իմ ընտանիքի անդամներից, լավագույն զավակներ եւ միջև առեսօր մենք այսինքն երբ որ Արցախը մեր կարիքն ունեցել է եւ ֆինանսապես եւ ֆիզիկապես տեսեք հազարավոր մարդիկ են զոհվել Գյումրիի Շիրակի մարզից, դո Շիրակցին զոհվելու մեջ էլ է առաջինն եղել։ Օգնության կարիք ունեցել են 20 տարի շարունակ մենք գնացել պայքարել ենք։ Մենք չենք մտածել, որ Արցախցին այլ է, ոչ, մեր հայն է եղել։ Մենք գնացել ենք, մեր պարտքն ենք կատարել։ Չգիտեմ, մարդիկ ասում են չկռվեցինք դրա համար։ Ոչ, այդպես չէ։ Որս ինչ կարողացել ենք արել ենք։ Թող ոչ մեկ չասի, որ Ռեմբո է եղել պատերազմի ժամանակ։ Այդ պատերազմի ժամանակ 18 տարեկանն է պահել։ 18 տարեկանն է զոհվել։ Այսօր ես ռազմաճակատում, երբ որ ասենք լավաշով պանիրը փաթաթում տալիս էի զինվորին, ասում էի բալես կեր գնամ քո մյուս ընկերոջը հասնեմ, այն մյուսին ասում եմ հոպարներ մեր կողքից մի քեռու գնացեք։ Կարողացել եմ այդ երեխուն տանեմ մի անգամ, ասենք Լոգան կնտունի հետ բերի, տարել եմ մի հատ լավագույն հյուրանոց, ասել եմ փափուկ անգողունի մեջ մի գիշեր քնի, գնա մի 10 րոպե աչք կպցրու, ես քո փոխարեն կկանգնեմ։ Ոչ մեկս հերոսություն չեն կարել։ Բայց սիրտ ու հոգի ենք դրել ամեն ինչի մեջ, այդ ենք կարողացել, դա ենք արել։ Հիմա թող ոչ մեկ չասի, Արցախի համար ես ինքս, իմ ընկերներով ամեն ինչ արել եմ, այսօր իմ Գյումրու խնդիրն է, հարգելիներս, այսօր իմ Գյումրուս ճակատագիրն է կախված մազից, Գյումրին կորցնելու, չկորցնելու մասին է խոսքը։ Եկել են այս կամ այն ուժերը քաղաքը մասնատելու, ծվեն անելու, կներեք ժողովրդական բառիս համար, բայց գյումրեցին դա թույլ չի տալու։ Այս անգամ լինելու է գյումրեցու որոշումը, եւ որպեսզի ավելի ճիշտ ձևակերպեմ իմ ասույթս, ես որպես քաղաքապետի տեխնացու առաջադրվել եմ մի կուսակցությունով, որի անունը ՀԱՍԿ է։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն եւ հպարտությամբ պիտի նշեմ, որ իմ համար հպարտություն է մասնակցել հենց այդ կուսակցությունը, որովհետեւ մեր երջանկահիշատակ ուրեմն Կարեն Սերոպի Տեմիրջյանը հենց այս կուսակցությունով է վերադարձել քաղաքականություն եւ ես ինձ շատ փոքր մարդ եմ համարում Կարեն Տեմիրջյանի հետ համեմատաբար, բայց ես իմ պատանեկան տարիներին հիշում եմ, թե ես ոնց էի հպարտանում այդ մեծ մարդով։ Եվ ուզում եմ ասել, որ ամեն ինչ արել եմ ու ամեն ինչ անելու եմ, որ Կարեն Տեմիրջյանի ընտրած ուղին ու ճանապարհը շարունակեմ։